քաղաքացիների հետ կապված տեղափոխելու հետ կապված նմանատիպ հարցերով մշտական կապի մեջ է մեր դիվանագիտական կորպուսը ու այս առումով աշխատանքներ տարվում են, իսկ բուն ձեր նշած հարցի հետ կապված բնականաբար բոլոր հնարավոր սցենարները քննարկվում են եւ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է ամեն ինչի հնարավորինս պատրաստ լինելու համար։ Պարոն Ալեքսյան, չգիտեմ պատասխանել եք թե չէ, պաշտոնապես ցավակցություն, հարձակման դատապարտում ինչու չի անում Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը բնականաբար խիստ մտահոգված է տեղի ունեցողով եւ բնականաբար ցանկանում է որպեսզի աշխարհում տիրի խաղաղություն, մնացածի մասով արդեն համապատասխան բաները կլինեն, բայց կներեք էլի հատկապես ընդդիմադիր մեդիայից նման հարցեր լսելը մի քիչ չգիտեմ ինչ չեն դատապարտում, ինչ չեն բանում, սրանից մի տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, որ Ռոբերտ Քոչարյանը բան էր անում, որ Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է Իրանի հետ ինչ կապի, ռազմական դաշինք կապի որպես այդպեսին, այս հարցը ոնց հասկացա, մի տարի առաջ մոտավորապես տալիս էին, ասում էին, խի Հայաստանը Իրանի հետ ռազմական դաշինք չի կապում, հիմա այդ հարցը վերաձևափոխվել է, թե ինչի Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ցավակցում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլոր մեծ, շատ մեծ, իրոք չեք հասկանում, ինչ կապում։ Իրոք չեք հասկանում, ինչ կապում։ Ասում եք ռազմավարական դաշինք, բայց կներեք Հայաստանի, այսինքն ամբողջ աշխարհը տենց պատկերացրեք, էլի ամերիկյան ավիակիրները ծովում կանգնած սպասում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց դատապարտի, Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց մի բան ասի, մի անգամից պատճառել է մեր բարեկամ հարևան երկիրն է եւ բոլոր երկրներն են մեր բարեկամ ու հարևան երկիր, որը չէ։ Միացյալ Էմիրությունները տարածաշրջանը սահմանակից չեն Ժողովուրդ ջան, ձեր հարցը հասկանում եմ, որ հստակ է։ Ես ասում եմ, ձեր լրատվականի քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը սրանից մի տարի առաջ դե երկուսն են, նենց եք ասում, ոնց որ տարբեր բևեռների լրատվականն է, մեկը TV5-ն է, մեկը Հայերկոսը։ Ես ձեզ հարց եմ տվել։ Դե ասում եմ, ձեր ղեկավարը քաղաքական առումով ձեր լրատվականի քաղաքական ղեկավարը սրանից մի տարի առաջ ասում էր Հայաստանը պետք է Իրանի հետ ռազմական դաշինք կնքի որպես այդպեսին Հայաստանում իրանական զորքեր տեղակայի, այս տեղակայի, այն տեղակայի։ Հիմա դուք որպես այդ լրատվական քաղաքականությունը նաև այդ հայտարարությունը առաջ մղած այսպես մարդ։ Օրինակ ինչ հետևանքներ կլինեին, եթե ձեր այդ նախորդ գուժածը, այդ ձեր նախորդ ստրատեգիան Հայաստանի Հանրապետությունը իրականացրեց։ Ես ձեզ ամենը հարց եմ տալիս, ինչու Հայաստանի իշխանությունը չի ցավակցում Իրանի։ Ես էլ ասում եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունը սպառված է Հայաստանի Հանրապետության գործերով, Հայաստանի Հանրապետության իշխանությունը խիստ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցողով, բայց խնդրում եմ հարգելի գործընկերներ, մի փորձեք ամբողջ աշխարհում տեղի ունեցողը այնպես ներկայացնել, որ կախված է Հայաստանի Հանրապետության իշխանության հայտարարությունները վերաբերվում են պաշտպանական խնդիրներին, թե կազմակերպական ավելի շատ։ Փառք Աստծո կազմակերպական, որովհետև ինչպես տեսնում եք, ինչպես օրինակ հաճախ ընդդիմադիր մամուլը ասում է Հայաստանում խաղաղություն է, բայց կողքերը ինչ ասես տեղի ունենում ու Հայաստանի Հանրապետության իշխանությունների հարցային հիշող մեղադրանքը ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թափուղարյունը եւ փառք Աստծո, այլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կարկանդակ ուտելը։ Պարոն Ալեքսանյան, կներեք, այնուհանդերձ ինչ մտահոգություններ կան Հայաստանի շուրջ, ինչ զարգացումներ կարող են լինել մերձավոր արևելքում սկսված այս պատերազմով, ինչ սցենարների է պատրաստ Հայաստանի իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը մասնավորապես քննարկում է ամենատարբեր հնարավոր զարգացումների սցենարները, բայց եթե թույլ կտաք սա իմ անձնական կարծիքն է որպես այդպեսին, հիմնական ռիսկերը կարող են լինել տնտեսական ու համաշխարհային տնտեսական, էլի որպես այդպեսին նավթի գների հետ կապված, այս մեկի հետ կապված, այն մեկի հետ կապված, նաև գիտեք, որ մերձավոր արևելքի մի շարք օդանավակայաններ ուղղակի կանգնած են, ունենք Հայաստանի քաղաքացիներ, որ այդ երկրներում են, այս բան չեն կարողանում դուրս գալ, այդ ուղղությամբ աշխատանք Անվտանգային առումով Հայաստանում խաղաղություն է, ինչպես տեսնում եք, եւ պետք է փառք տալ Աստծուն դրա համար, որ Հայաստանում անվտանգությունը նույնպես բաղում է ընդհանուր անվտանգությանը։ Շատ լավ։ Հարցը անվտանգության մասն է, ոչ թե տնտեսական անվտանգության, անվտանգային տեսանկյունից փառք Աստծո Հայաստանում խաղաղությունը եւ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնահատում են այդ խաղաղությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տենց աննախադեպ դեպք է, էլի, միջև այս
մեր մոտ էր պատերազմ ու զոհեր մշտապես լինում, զոհեր պատերազմ ամբողջ աշխարհում խաղաղություն էր, հիմա առաջին անգամն է, որ հակառակ process-ն է տեղի ունենում, այդպես ամենուր լարվածություն, ռումբեր, պայթյուններ, մահեր, զոհեր, իսկ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է ու նորից եմ ասում Հայաստանի քաղաքական դաշտը քննարկում է, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունը կարկանդակա ուտումետոր է, թե եգիպտացի։ Կարկանդակից Անդիպան Ալեքսանյան ամփոփելով վերջին 2 օրերի մարզային ձեր այցերը ներկուսակցական քարոզարշավի շրջանակում, ինչպես եք գնահատում այդ 2 օրերը, մասնավորապես հանրության ընդունելության առումով շատ են չէ գուժում ձեր քաղաքական օպոնենտներն ասում են ձեր վարկանիշը շեշտակի ընկել է, չունեք հանրային աջակցություն եւ այլն, խնդրում եմ բարձրացնեք։ Նախ շատ բարձր եմ գնահատում արդյունավետությունը մեր այս այցերի, որովհետեւ հասցնում ենք շփվել քաղաքացիների հետ, նրանցից լսել մեր կողմից ներդրված ծրագրերի իրականացման ընթացքի մասին, դրանց լավարկման հնարավորությունների մասին, օրինակ երեք տաղուշում էինք ու դա ուղղակի ֆանտաստիկ էր, այն գիտեք նաև եղանք ոսկեպարի եկեղեցում, որը նույն ընդդիմադիրները գուժում էին, որ հանձնվում է, եղանք այդ եկեղեցում, մոն վառեցինք այդ եկեղեցում, անցանք այն գյուղերի կողքով, որոնք էլի ընդդիմադիրները պնդում էին, թե պետք է հանձնվեն, դատարկվեն եւ այլն, ու այդ գյուղերում տեսանք բնակելի նոր թաղամասեր, սահմանամերձ գյուղերում ամբողջական նոր կառուցված թաղամասեր 16 միլիոնի ծրագրով ու պատմության մեջ երևի անկախ պատմության մեջ առաջին անգամ սահմանամերձ գյուղերը ոչ թե դատարկվում են, այլ շենանում են, այդ գյուղերում նորանոր տներ են կառուցվում, նորանոր բնակելի թաղամասեր են ավելանում ու այսպես էլ շարունակվելու է ճանապարհաշինության առումով շատ մեծ բան տեսանք, մեծ մոտեցող օրինակ շատ թոշակառուներ, ուղղակի չգիտեմ, անչափ մեծ երախտագիտություն էին հայտնում առողջապահության, անվճար ապահովագրության համար իրենց համար ներդրված, խոսում էին այն մասին, որ դեղեր են իրանք կարողանում գնել լիովին անվճար։ Չէին թվում վարչապետին մտնել։ Այո, որտեվ Հայաստանի Հանրապետության վարչապետը ժողովրդավար մարդ է, այո, 3 օրվա մեջ եղել է մի այդպիսի դրվագ, գուցե վաղը էլի լինի, գուցե այն մյուս օրը 3 նմանատիպ դրվագ լինի, բայց այդպես է ուզում եմ վստահեցնել, որ այդ քաղաքացուն զուգահեռուն ոչ մեկ ծեծելով չի սպանելու։ Այնպես որ ամեն գալիս վարչապետը զեմյակի վրա։ Դա էլ է նորմալ, մարդիկ վիճում են, նորմալ է։ Զեմլակները հատկապես իրար հետ կարող են շատ։ Եղել են խանութում, պարոն Ալեքսանյան, չգիտեմ, այդ քաղաքացու։ Եթե հանկարծ նույնիսկ պլանային նման ստուգում բան արած է, ես կոչ եմ անում չանել այդ ստուգումը։ Կներեք, բայց ներողություն, մի րոպե, դուք ինչ իրավունքով եք, հա, բայց թեման եմ շարունակում։ Դուք ինչ իրավունքով եք կոչ անում Պեկին պլանային ստուգումը չիրականացնել։ Ես կոչ եմ անում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Դուք հիմա падգամավոր եք, իշխող ուժի փոխնախագահ։ Այսինքն դուք ուզում եք ծածկատմփոց անել այդ ենթադրյալ օրինակ ինչ-որ։ Ինչի եք ընկել այդ մարդու հետևից, ես չեմ հասկանում։ Խի եք ընկել այդ մարդու հետևից։ Մարդը հիմա կարծիք արտակել, անկեղծորեն չեմ հասկանում, թե խի եք ուզում գնան այդ մարդուն։ Որտեղ մենք տեսել ենք ինչպես է վարչապետը խանութ փակելու ցույց տալիս կառավարության նիստում, հիմա մտահոգված ենք։ Հա, որովհետև այդ տվյալ դեպքում տեղի ունեցել ապօրինություն, խանութը թաքցրել է հարկերը, խանութը բանալ։ Այս դեպքում մարդը արտահայտել է քաղաքական դիրքորոշում։ Թողեք մարդը արտահայտի իր անդիմադիր քաղաքական դիրքորոշումը։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ։ Իրավական համակարգից խիստ դժգոհություն եւ ասվելիքական նամակ գրեմ Ռուսաստան թագավորին, որտեղ դուք մեր հարցերը չեք լսում։ Լսել եմ այդ նաև դրանից հետո լսել եմ տեղի ունեցած դեպքի մասին, իհարկե ցավալի դեպք է եղել, կենցաղային հողի վրա Թողեք հերինեն այդ հարցը մարդասպանություն ցավալի ողբերգական դեպք է ու մեծացող դեպքի մանրամասների մեջ չեմ ուզում։ Պարոն Ալեքսանյան, մի հարց էլ տամ, ես չգիտեմ պարոն Ռուբինյանի նման համոզված, որ սահմանադրական մեծամասնություն եք կազմելու միայնակ եւ չեք համագործակցելու որևէ մեկի։ Միայն պարոն Ռուբինյանը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության չեմ համոզված չեմ ոչինչի վրա ես համոզված եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի իմաստնության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անկախ ու խաղաղ Հայաստանում ապրելու անշեղ կամքի վրա։ Պարոն Ալեքսանյան, որովհետև այս իշխանությունն է 3 պատերազմ բերել Հայաստանի գլխին։ Դե 90 թվականներ Այսինքն այս իշխանությունն է, հա, տենց Ադրբեջանին բերել Հայաստանի կողմը։ Դե ընդդիմությունն ասում է առնվազն 3 պատերազմ վերած իշխանությունը ոնց կարող է խոսել խաղաղության մասին ընդհանրապես։ Ես ասում եմ այդ բերած հասկացողությունը պետք է նախ մի հատ հասկանալ որպես այդպեսին։ Այս իշխանությունը դե հա, մեր օրոք է։ Բայց նշանակում է, որ կառավարման համակարգը լավ չի ձեր
Ինչը լավ։ Այսինքն միջև մեր կառավարման համակարգը Ադրբեջանը այդ միլիարդների զենքերը, օրինակ 5 միլիարդի զենքը Ռուսաստանից առնում էր, որ դներ փոշիները փայլացնել վրան նայել, ոչ թե Հայաստանի վրա հարձակել։ Պարոն Ալեքսանյան, ձեր օրոք է դերվեց, փաստը դա է։ Չէ, փաստը դա չի։ Փաստը այնա, որ տարիներ շարունակ Հայաստանի ապիկար ղեկավարները Հայաստանի զինված ուժերը առհասարակ թողել են այնպիսի վիճակում, որ Հայաստանը մարդկանց համար ընկալվելու չէին հարձակվում Ադրբեջանը։ Քարորիա պատերազմը։ Քարորիան եղավ, բայց 4 օր տևեց, դերը 44 օրյա էր։ Հետո ջերմուկ։ Բախի 4 օր տևեց, բախի 4 օր տևեց։ Մի հատ հարց տամ էլի։ Բախի 4 օր տևեց։ Բա չեք լսել, դա Ալիևի հայտարարությունները մշտապես ցիտում եք, բախի այս մեկը չեք ցիտում, թե խի դա 4 օր տևեց։ Այդ մեկը ձեռք չի տալիս։ Չէ, իշխանության ներկայացուցիչներն ասում են մեծ Ասպասեր Սարգսյանը եկավ, խոստացավ, որ ամեն ինչ տալու է, սաղ լավալնելու, գնաց իր մոտ տերոր կազմակերպեց, ինչ որ բան, տենց բան ասպես անգամ բախի չեք ցիտում Ալիևի խոսքը, սովորաբար ցիտում եք։ Պարոն Ալեքսանյան, Խաղաղության շարունակելով, եթե թույլ տաք հարգելի գործընկեր, պարոն Ալեքսանյան էլի վերադառնալով Քարոզ Արշավի վերջին 2 օրերին ճիշտ ընկալեցի, հասկացա, որ քաղաքացիական պայմանագրի ընտրական լեյտմոտիվը լինելու է խաղաղության օրակարգը։ Ժամանակ առաջ, եթե հիշում եք, պարոն վարչապետը հայտարարեց, որ խաղաղությունը նոր իրողություն է եւ մեր հասարակությունը պետք է սովորի ապրել այդ նոր իրողության պայմաններում։ Ձեր տպավորությամբ մեր համակարգացիները սովորել են ապրել խաղաղության որպես նոր իրողության պայմաններում եւ արդյոք տոտալ, այսպես ասենք, աջակցություն է վայելում խաղաղության օրակարգը։ Թե ռևանշիզմի Ես շնորհակալություն, ես վստահ եմ, որ խաղաղությունը բացարձակ աջակցություն է վայելում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, հատկապես որ ակնհայտ բան է, չէ, խաղաղության այլընտրանքը պատերազմն է ու Հայաստանի ընդդիմությունը առաջարկում է այդ այլընտրանքը, առաջարկում է պատերազմ, ինչպես գիտեք, ռուսաստանցի օլիգարխն առաջարկում է այդ այլընտրանքը, Քոչարյանասերժական ուժերը, չգիտեմ, Սերժ Սարգսյանի էս որպես այդպեսին պրոտեժե Արման Թաթոյանն առաջարկում այդ այլընտրանքը, բոլորը առաջարկում են այդ այլընտրանքը փաթեթավորված տարբեր ձևերով, օրինակ գիտեք, ինչ որ տենց շատ իմաստուն ռուսաստանցի օլիգարխի շատ իմաստուն թիմի անդամները առաջարկում են, որպեսզի Չինաստանին բերեն թրիփի երաշխավոր ու դրանով ու Ռուսաստանին բերեն թրիփի երաշխավոր, դրանով ձախողեն թրիփը ձախողելով Հայաստանը հասցնեն պատերազմի եզրին, բնականաբար այս պատերազմի այլընտրանքը մշտապես կա ու խաղաղությունը որքան որ իրողություն է, այդքան էլ այդ իրողությունը կարող է փոխվել։ Մի վարքյան ավարտեմ տպավորությունները բանալի։ Ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական դաշտը ամեն ինչ անում է, որ Հայաստանի գլխին կախվի պատերազմը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մտնի պատերազմի մեջ, որպեսզի այդ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր որդիների կյանքը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր որդիներին, որպեսզի դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը ստիպված լինի զրկվել իր ամենաթանկից իր անկախությունից։ Ես պնդում եմ, որ դա աջակցություն վայելում է խաղաղության օրակարգը, պարոն Ալեքսանյան։ Ինչի՞ ելնելով եք պնդում, ոնց կարող եք բան ցանկանալ։ Բաները պնդում են, որ նա ինչի՞ ելնելով եք պնդում։ Դե նորմալ մարդը չի կարող։ Պարոն Ալեքսանյան, ես ուզում եմ կրկին մեղադրանքները հնչում է մեր հասցեին, բայց փաստը մնում է փաստ, որ մենք Հայաստանի Հանրապետության իշխանություն լինելով հայտարարել ենք, որ մենք դադարեցնում ենք Ղարաբաղյան շարժումը, այլևս երբեք չենք վերսկսելու Ղարաբաղյան շարժումը, դրա համար արժանացել ենք Հայաստանի Հանրապետության ընդդիմադիրների ամենամեծ լուտանքներին ու ամեն ինչին, ու այստեղից հետևություններ ա ծագում, եթե Ղարաբաղյան շարժումը դադարեցնելուն ու այն չվերսկսելու խոստմանը մարդիկ դեմ են։ Ինչ են առաջարկում իրանք։ Ինչ են առաջարկում իրանք։ Ուրեմն ուզում են պատերազմ։ Բա ինչ են։ Չեն ուզում։ Իրենք ասում են արժանապատիվ խաղաղության թեման ինչ է։ Բա Ղարաբաղյան շարժման վերսկսումը, պատերազմի Այ ապրել, շատ ֆանտաստիկ բան եք ասում, բա այդ ում գնով, ում որդիների գնով այդ ազատագրումը ճակերտավոր։ Հա, դիվանագիտությամբ, հա, դե որովհետև տանում են պատերազմ, որտեվ կներեք հազար ներողություն, օրինակ հիմա այստեղ Տաշիր Մեծայի լրատվականի անունը էական չի, բայց մի խոսքով ռուսաստանցի օլիգարխի լրատվական ներկայությունն էլ կա այս պահին այստեղ։ Տեսեք, հիմա ռուսաստանցի օլիգարխը ու իր եղբայրը ունեն 4 որդի։ 4 որդի։ Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը ու մյուս երկուսի անունները չնշեմ, որտեղ քաղաքականության մեջ չկան։ 4 որդի, 4-ն են բանակից ազատված են տարբեր հանգամանքներով։ Հիմա երբ որ ես հասկանում եմ, կներեք, 4 որդի, 4-ն է ազատված են բանակից,
4-ն էլ ազատված են բանակից, որտեղ այդ մարդիկ ըստ երևույթին կապույտ արյուն ունեն, բայց նրանց գործողությունները միտված են, կներեք էլի, պարոն Կիրակոսյան, կլինի ինձ չընդհատեք, հարգելի գործընկերներ, հեսա կպատասխան։ Բայց երբ է եղել, որ դուք ուզենաք 10 հատ հարց տաք ինձ, ու ես 10-ին էլ չպատասխանեմ եղել, մի ընդհատեք, ով, որպես Օրինակ վարչապետը։ Վարչապետը չի ծառայել, որովհետև վարչապետը չի ծառայել։ Ցանկով էլի մեծամասնությունը չեն ծառայել։ Նրանցից ոչ մեկ բժշկական կեղծ տեղեկանքով չի ազատվել։ Սամվել Կարապետյանի Նարեկ Կարապետյանը կներեք, ինչ տեղեկանքով ազատվել բանակից։ Չգիտեք, առողջապահական ինչ տեղեկանքով ազատվել բանակից։ Բա տեղյակ չեք իրենց լրատվականում եք աշխատում ու տեղյակ չեք։ Ինչ տեղեկանքով ազատվել։ Այդ տեղեկանքով առողջական բաներն ունեն, հա։ Այո, գիտեն, որ ես լիովին առողջ եմ ու անցել եմ ծառայության համար պարգևատրվել եմ կրծքանշանով, բայց մի խոսքով գիտեն այդ ամեն ինչը ու հետևաբար, բայց չգիտեք ինչի համար ազատվել ծառայությունից, հա? Չգիտեք, որ բժշկական տեղեկանքով ազատվել է ծառայությունից, ու հիմա այդ քննչականում գործ կա, որտեղ կասկածում են, որ այդ տեղեկանքը կեղծ է եղել, ու ինքը հրաժարվում է լրացուցիչ բժշկական զննություն ասնի, որ պարզվի կեղծ է եղել այդ տեղեկանքը, թե չէ։ Նիկոլ Փաշինյանը բանակից ազատվել է շատ պարզ բանով։ Այն ժամանակ եղել է օրենք, երբ որ 3 եղբայր են լինում տաղի, 3-ից 2-ը ծառայում են, 3-ը Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ապրիլյան պատերազմին։ Նիկոլ Փաշինյանի որդին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ծառայել է Երևանից ամենահեռու զորամասերից մեկում ու կամավոր մեկնել է պատերազմ։ Այնտեղ երբ որ կապույտ արյունով Կարապետյանները չայ էին խմում ինչ որտեղ։ Պարոն Ալեքսանյան, ես ուզում եմ Իրանի կրկին վերադառնանք, դուք ասացիք, որ հոգևոր առաջնորդի եւ մյուս պաշտոնյաների այդ ցավակցական Գիտեք, ձեր լրատվականի տերը քանի երկրի քաղաքացի է։ Ինձ եք հարցնում։ Ֆանտաստիկ է մեր մեդիա դաշտը։ Բայց ինչ կապում ունի։ Ոնց ինչ կապում։ Ձեզ հարց է։ Ժողովուրդ, կներեք, չէ։ Լրատվականը շատ ավելի կարևոր է։ Խեք ձեր գործընկերներին։ Որովհետև դուք մտնում եք անձնական տիրույթներ։ Անձնական։ Մեդիայի պատկանելությունը երբևէ չի անձնական տիրույթ, ժողովուրդ ջան։ Կներեք, էլի մի խոսքը ասում է չախուճն էլ է ձեր ձեռը, մեղն էլ է ձեր ձեռը։ Պարզ եք, եթե խնդրալուց բանիկ դեն։ Եթե ազգային ժողովը հավատարմագրել է, այստեղ խնդիր չկա այլևս։ Պարոն Կիրակոսյան, ես ասացի խնդիր կա, ես ասում եմ մարդիկ պետք է իմանան, որ լրատվականը ումա պատկանում։ Ոնց եք, չէ՞ ամեն անգամ ասում CVK-ը քաղաքացիական պայմանագրի լրատվականն է, մենք ասում ենք այո, որտեղ մենք թաքցնելու բան չունենք։ Ես կարծում եմ բոլոր քաղաքացիները պետք է հիմա օրինակ կարող է ամեն հարցազրույցի պնդում են, որ 5-րդ տալիքը սերտորեն փոխկապակցված է, չէ, որտեղ մարդիկ գիտեն, բայց կարծում եմ լրատվականները, որոնք որ նոր են, բացվել են օրինակ ռուսաստանցի օլիգարխի կամ նրա մերձավոր շրջապատի փողերը, այստեղ եւս քաղաքացիները պետք է իմանան։ Բայց հաշվետվությունը կլինի տենց ամեն անգամ 20 րոպե տևում Սոլոմոնների էր։ Ասեք։ Պարոն Ալեքսանյան, դուք քանի որ ասացիք, որ այդ հեռագրի ցավակցական հեռագրի բացակայության բանում նշեցիք, որ բացի Իրանը մեզ բարեկամ նաև մյուս երկրներն են, որոնք տարբեր ինչ-որ առումներով էլի ներգրավված են այս ամեն ինչում, այսինքն կարող ենք ասել, որ այս հեռագիր չհղելը նաև իրավիճակը չլարելու մյուս բարեկամների հետ որոշակի մոտիվ ունի։ Հարգելի գործընկերներ, ես կարող եմ ասել, որ մեր արտաքին գործերի նախարարությունը աշխատում է բոլոր գործընկերների հետ, բոլորի հետ կապի մեջ է։ Մեզ համար առաջնահերթությունը բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, այդ տարբեր երկրներում, այս ամեն ինչից դժվար տարբեր երկրներում, մնացած մասով արդեն կարծում եմ հատկապես այսքան լարված իրավիճակներում եւ մնացածում ճիշտ կլինի, որպեսզի արտաքին գործերի նախարարությունը ձեզ ավելի մանրամասն ու հստակ պատասխան տա։ Մի հարց է, քանի որ այս կոնֆլիկտի հիմնական դերակատարը այստեղ ոնց որ գործոններից մեկը Ամերիկան է, Հայաստանը ունի Ամերիկայի հետ արդեն բազում ծրագրեր, ինչ որ անդրադարձ կամ հետաձգում, ինչ որ այդպիսի անհանգստություններ ունի Հայաստանը։ Չէ, իրականում այս պահի դրությամբ նման բան ընդհանրապես չկա, բոլոր ծրագրերը գնում են նախանշված սցենարով, նույնիսկ կա, եթե չեմ սխալվում, ԲՏԱ ոլորտում հատկապես որոշակի առաջանցիկ տեմպեր էլ ունենք, եթե չեմ սխալվում, նորից կարող եմ դա սխալ ասեմ։ Եթե ծավալվի գրիպը չի հայտնվի տանի տակ։ Թույլ տվեք աշխարհակաղակական տենց բան վերլուծություններ չանեմ, դա բոլոր սցենարները հավատացնում եմ, ցած բոլոր սցենարները նկատի առնվում են, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ի տարբերություն Հայաստանի Հանրապետությունում գործող ընդդիմադիր դաշտի բացարձակ մեծամասնության մտածում է ուղեղով եւ մտածում է Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների ու Հայաստանի Հանրապետության պետական շահերից ելնելով ու նորից եմ ասում, հիշեք 1 տարի առաջ քոչարանական հանդիմության ուղերձներն ու պնդումները, թե ինչա պետք անել, Հայաստանի Հանրապետության կառավարության արձագանքը դրան ու հիշեք այսօր։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։